Նրանք խոսում են 5 տարբեր լեզվով, բայց հասկանում են առանց խոսքերի։ ՀԱՊԿ խաղաղապահները զորավարժության սցենարով միանգամից 5 կետում պետք է զսպեն խռովարարներին։ Պայմանական պետությունը, որտեղ ըմբոստացել են անջատողականները, կոչվում է Արամիա։ Անունը մտածածին է որևէ մեկին չակնարկելու եւ քաղաքական շահարկումներից խուսափելու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկա են ու հետևում են ամեն գործողության։ Արդեն այսօր ակնհայտ է, որ հավաքական խաղաղապահ ուժերի գործնական վարժանքները արդյունավետ են։ Այսօր հնարավոր գործողությունների նախապատրաստությունն է։ Չեմ կարծում, որ այդ գործողությունները տեղի կունենան։ Հույս ունեմ, որ տեղի չեն ունենա։ Բայց ամեն դեպքում խաղաղապահ ուժեր կիրառելուն մենք միշտ պետք է պատրաստ լինենք, եւ մենք դա անում ենք։ Խռովարարները փակել են փողոցը, նրանց մյուս խումբը շինությունն է զավթել։ Խաղաղապահ բրիգադը շարժվում է դեպի դեպքի վայր, նախ փորձում են բանակցել ու համոզել, անջատողականներն անդրդվելի են։ Խաղաղապահները նոր ուժեր են ներգրավում, խռովարարները ըմբոստանում են։ Այս ուղղաթիռում ՀԱՊԿ մեր գործընկերների Ղազախստանի խաղաղապահներն են։ Այս պահին Արամիա պետության խաղաղությունը նրանց ձեռքերում է։ Եթե Աստված չանի իրավիճակը դուրս գա մեր ազգությունից, ահա այսպիսի գործողությունների են դիմելու։ Սա արդեն հայկական ստորաբաժանում է, այլազգի գործընկերների հետ համաքայլ օդի ցուցամաքից պատում են շենքը, ահաբեկիչների ելքը փակ է։ Այս մեկը խաղաղապահները պայթեցրի, խռովարարները դեռ ուշքի չեկած արդեն ոստիկանական մեքենաներում են, անմիջապես հետևում են շտապ օգնության աշխատակիցները, քրեագետները նույնպես արագ են արձագանքում, խաղաղապահ գործողությունը հաջող ավարտվեց, ՀԱՊԿ խաղաղապահ գումարտակը կատարեց խնդիրը։ Բավականին բարդ է, որովհետև մասնակցում են 5 պետություն եւ այդ 5 պետությունից 3 գերատեսչություն, ներդաշնակումը բավականին դժվար է եւ այս քանի օրվա ընթացքում մենք նաեւ զբաղվելու դառնանք, որպեսզի կարողանանք ներդաշնակել այդ ստորաբաժանումները։ Այս կետում Շարասյան վրա են հարձակվել, վիրավորներ կան։ Խաղաղապահ գումարտակը հետ է մղում պայմանական ահաբեկիչներին, մյուս թևից մոտենում է ուղղաթիռը վիրավորներին տեղափոխելու։ Հսկի չանցագրային կետն է, խռովարարները փորձում են անցնել, նրանք զինված են ինչով պատահի, խաղաղապահները փակում են մուտքը, Բելարուս ոստիկանները հայկական ջրցաններով հետ են մղում խռովարարներին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևում է զորավարժանքին։ Ամեն ինչ հարթ է, կարելի է եզրակացնել, 5 պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման խնդիրը ևս լուծված է։ Աննա Բալյան, Հայարփի Միքայելյան, Հայլուր։